Այս վերջի մի քանի ամիսները հանգիստ է, բայց առաջ կրակոցները լինում էր։ Սահմանն հանգիստ է, 2 տարի հանգիստ սահման էր։ Դա խիակա վախտա որ հանգիստ վիճակ է լինի։ Տարի կեսից ավելա ոչ մի շարժ չենք նկատել։ Հանգիստ խախաղ, թիրանք իրանց համար նստած մենք էլ ստապրում ենք էլի։ Սահմանամերձ տարբեր գյուղերի բնակիչներ նույն պնդումն են անում։ Արդեն տևական ժամանակ կրակոցի ձայներ չեն լսվում, միջադեպեր չեն արձանագրվում։ Ասում են հանգիստ են, սակայն այնպես չէ, որ մտահոգություններ չունեն։ Նա թուրքի պոստան, նա թուրքի պոստես մեկ չերև, նա։ Այստեղ 7 կիլոմետր միջև ոսկե։ Այն վերևն իրանք են նստած։ Ասենք 100 մետր չկա։ Վարդենիս համայնքի Սոտք եւ Ազատ գյուղերի բնակիչներն են։ Անզեն աչքով էլ նրանց տեսանելի են ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքերը։ Սոտքի բնակիչները հիշում են 2020 եւ 2022 թվականների հրետակոծությունները։ Աստված չանել է տանանի հալամեն ժամանակ գյուղի ժողովրդի բախտը բերավ վեր մարդ չի մահացավ էլ դե մենք էլ երեխեքը թորներ տունին փախցրելի Այն ռմբակոծելից հետո անասունը վերացրել եմ Շատ են բանել Վախեցան էժան ծախին։ Այդ շարի մեր խոթարք ունեն գնել։ Այն խոթարքից մենք օգտվում ենք, գնում ենք, բայց դե թուրքերն էլ են դե վտանգավոր տեղեր են։ Պակիշք են վառել են, խոթարք իրա վառել շփրտել։ Սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներ մինչ այս պահը փաստացի չեն կարողանում օգտագործել խոթարքներն ու արոտավայրերը հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում նրանց զինվորականների անմիջական ներկայության պատճառով, նաև այն հողերը, որոնք ադրբեջանցիների դիտարկման գոտում են։ Կարան էտան, բայց բնակիչը վախում է։ Ունենք դիտարկման տակ մենք օրինակ Սոտկը ունի որոշ տարածք, բայց վախենում են, անասնապանավանը վախում են։ Նույնն է վիճակը նաև Ազատ եւ Կախակն բնակավայրերում, տեղի գյուղատնտեսները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, շատերի համար դա իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուրն է։ 150 հեկտար խոթարք ունենք, որը ոչ թե իրանց անցել է իրանց բանի տակ, ուղղակի միջդիրքային գոտում է, չեն կարող օգտենք մեր խոթարքներից, հետո արոտավայրերի հիմնական մասը ընդեղ է, վերևներն է չենք կարողանում օգտվենք։ Կովեր չենք կարող պահենք ոչխար մենակ։ Այդ մեծ անասունները կրճատել են, մենակ ոչխար։ Չէ, տեղն չեն գիտա։ Կախակն գյուղում կա գրանցված 405 բնակիչ, սակայն փաստացի ապրում են 260-ը։ Այստեղ եւս մեկ լուրջ խնդիր կա՝ վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը։ Դենդեին է տուն, լրիվային սարիտակը մերվետի է։ Մեկ էլ մեր ջրի հարցնա, որ ջուրը ուղիղ թուրքի պոստի տակ է, ակը, ոչ կարում ենք մաքրեք, ոչ մի բան։ Ադրբեջանական դիրքերի անմիջական հարևանությամբ գտնվող Կախակն սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ չունի, այդ պատճառով տեղաբնակները չեն կարողանում օգտվել արտոնություններից։ Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ գործառույթ ունի կոնկրետ այս հատվածում։ Կախակնի բնակիչ Սևան Վերդյանը գիտի դրա պատասխանը, բայց ոչ միջոցները։ Լրիվ հանի արտավարերը մեր մնա, չեն հանում, ճոմաս սահմանամերձ ճանաչեն, որ կարան ժողովուրդը մեր կոպեկ հող բաց չտան։ Այդ է գլխավորն է դա։ Այդ ձևը լինի, երևի 50% է դա։ Կան օկուպացված տարածքներ եւ այդ հարցերը մինչեւ չկարգավորվի, մենք պատրաստ չենք այդ բնակավայրերը համարել սահմանամերձ, հաշվի առնելով, որ մենք ունենք խնդիր, որ հարևան երկրի զինված ուժերը հետ պետք է գնան այդտեղից։ Կան արդյոք ընթացիկ բանակցություններ ուղղված հարցի կարգավորմանը եւ օկուպացված տարածքների վերադարձին, նշված հողատարածքները օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում։ Մեր այս հարցմանը Պաշտպանության նախարարությունից խուսափողական պատասխան է ստացվել, որում նշված է միայն. Ի պատասխան ձեր գրավոր հարցման հայտնում ենք, որ տարբեր առիթներով ձեր հարցադրման առնչությամբ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հրապարակային պատասխաններ է հնչեցրել։ Անդրադառնալով բարձր ամբիոնից հնչած Հայաստանի սուվերեն տարածքներին վերաբերող վերջին հրապարակային հայտարարությանը, նշենք, որ ընթացիկ տարվա հունվարի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ օկուպացված տարածքների հարցը լուծվելու է դելիմիտացիայի շրջանակներում։ Սոտք, Ազատ, Կախակն եւ նման այլ գյուղերի բնակիչները ստիպված կլինեն սպասել անորոշ ժամանակով եւ հուսալ, որ իրենց պատկանող տարածքներից կկարողանան օգտվել որքան հնարավոր է շուտ։ Երբ որ զավակը հաջող է լինում, հայրը բաժանում է,
Կորղա տուն շինա, չշինա, ասում տղա ջան, էլ չենք ոնում, անհաշտենք։ Առանձնացնում եմ, քեզ բաժնում եմ, կնակ քոշենը, օջախը, շուկը շվակի գործ։ Երբ մարդը գինեն անաճողելնում, չենք ոնում հաշտվեն։ Էթում են դատարան, չգիտեմ, միտեղ ալիմենտ կտա, միտեղ չի տա, սրանք էլ են բաժան։ Երբ որ հարևանը տա անաճող, դու դատապարտված ես, ցմա։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Գեղարքունիքի մարզ։